Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հերքելով լրատվամիջոցների պնդումները, որոնք գրում էին, թե 3 Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ Պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ Նշենք, որ ակցիայի անմիջապես մեկնարկին Պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել գլխավոր շտաբի պետի եւ Զինված ուժերից զորացրված մի շարք անձանց հետ։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է քաղաքացիներին։ Հանդիպումը տևել է մի քանի ժամ։ Հայտնենք նաև, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ Պաշտպանության նախարարության ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք։ Նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ռազմական ոստիկանության ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից, նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ 3 սեպտեմբերի 29-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց, պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Անհետ կորածների հարազատները ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27-ին, 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկսվելու օրը, եւ նրանց խոստացել են, որ երկուշաբթի օրը կլինի հանդիպում։ 44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ 172 զինծառայողի ճակատագիր անհայտ է, իսկ 19 քաղաքացիական անձ ոչ զոհերի, ոչ էլ գերիների ցուցակում չկա։